Բարեձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Ղազարյանը։ Ես գիտեմ, որ սա անսովոր է, որովհետեւ անցած անգամ էլ ասացի, բոլորը ամեն երկուշաբթի ժամը 11-ին եկող շաբաթվանից նորից այո, կվերականգնենք, այնպես որ խնդրում եմ ուշադիր եղեք, եկող շաբաթ ժամը 11-ին պարոն Ղազարյանի հետ կլինենք ուղիղ եթերում, ես գիտեմ, որ շատ է ազդում մարդկանց, որովհետեւ մարդկանց այդ բանն է, առօրյա իրենց առօրյանն այդպես կամ շաբաթը սկսում էին մեզ հետ, ինչը շատ ուրախալի է։ Եվ այսպես, պարոն Ղազարյան, երեք պարոն Ղազարյանը իր էջում անոսել էր այսօրվա մեր հանդիպումը, ասելով, որ հատկապես ոչիլների ընտանիքը թող բոլոր ուշադիր լինեն, հետևեն։ Հա, ինչ եք ասել։ Ոչլոտների ընտանիք։ Ոչլոտների ընտանիքին եւս դիմել էր, ես վստահ եմ, որ հիմա ամեն ինչ թողած իրենք այդ ընտանիքը ուշի ուշով հետևում է, նույն ինքը որ ասում է օնժե գոգա, օնժե գոշա, օնժե չգիտեմ ինչ հիմա անաժը, հա? Հիմա նայում, բանը բունկերի տիրուհի, անաժը բունկերի ոչիլ, անաժը Սալամ ալեյքում։ Բա, ինչպես ասում է Կարինե Նալչաջյանը, անաժը բան, բաջի, էլ ինչ ասեմ հանուն ոչինչի տենց բան գնալ, հանուն ոչինչի են գնացել, այսպիսի հայտարարություններ անող մեկը, բայց դե ամենակարևոր բանը ինքը միևնույն է, ես կարծում եմ կյանքի որ հատվածում էլ ինքը պատասխան է տալու, թե բունկերում ինչ է արել եւ այդ ինչպես վաճառվեց ու հանձնվեց Արցախը եւ կործանվեց եւ ինչպես կործանեցին Արցախը, պատրաստում են կործանել Սյունիքը եւ Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանրապես ինչպես այս զույգը բերեց 4 պատերազմ եւ հիմա էլ մեզ տանում է ոչնչացման, հա, 5-րդ վերջնական, այսպես ասեմ, պատերազմին։ Եվ այսպես, տիկին ցնցումների մեջ է, ես չգիտեմ, սա ինքնա ցնցման process է, թե հրահրողներ կան, այն զուգընկերն է հրահրում, պարոն Ղազարյանը շատ ավելիան մասնագետ է, ինձ հուշում էին, որ ես էլ հիշեցի, որ փաստորեն կարծում էի այլ ալիքով է եղել, նաև մեզ մոտով այսօր դուք հնարավորություն կունենաք մեկ անգամ եւս լսելու են խայտարակ բացահայտումների մասին, ինչի մեջ որ բացահայտումներ այս զույգի հետ կապված, կտեսնեք թե ինչ ահռելի թալանով է զբաղված այս զույգը, փաստորեն ամենահարուստ զույգն է, իրենցից հարուստ մարդ, ոնց որ թե Հայաստանում չկա, Աննա եւ Նիկոլ այս զույգը եւ ցնցումներն էլ անշուշտ մի քանի բանով են պայմանավորված, այն որ վերջապես ինչ որ sense համատեղ ուժերով սկսել են բացահայտել այս անձանց մեծ կոռուպցիոն սկանդալների մեջ են տատախված, բացահայտում են իրենց մեծ թալանը եւ նաեւ իրենք սկսել են արդեն քարոզարշավը, մենք նախնական զրույցում ես խոսում էինք պարոն Ղազարյանի հետ, շատ ճիշտ դիտարկում էր, չէ՞ որ իրենք այլևս առերեսվում են իրականության հետ։ Ինչպես դուք եք ասում, ոչլոտ, հա, ոչլոտների ընտանիք ասեցիք, ինչ ասեցիք, ինչով եք զբաղված, բայց այդտեղ հենց ասեցիք այդպես, ես ասացի, կարող է պատահական չի, որ ինչ որ մեկը կար բեղերը խուզեց, մազերը խուզեց, կարող է ինչ որ տենց բանա, այդ վաղուց է ինքը նկատել եւ հասկացել, խոսքը Սամվել Բաբայանի մասին է։ Օրինակ բեղերը ինչ էր եղել, տենց գնաց խուզեց, հետո բեղերը քիչ էր գնաց մազերը խուզեց։ Ինչ որ մի բան այդ մարդը հաստորեն պարոն Ղազարյան գիտեր էլի։ Ուրեմն այն ինչ որ երկու օր մարդկանց թվում է թե դա Աննա Հակոբյանի հիստերիան է, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ դա Նիկոլ Փաշինյանն է։ Որովհետև միևնույնն է նման բանը թեկուզ եթե Աննան լիներ ինքը առանց ամուսնու հետ ամուսին այտենց պայմանական ենք ասում էլի։ Ախ, դրանք ինչ են գերպիտի լինեն դրանք։ Եսնամ ինչեր է էլի, եսնամ ինչեր է։ Եսմ ինչեր է։ Հա, էլի։ Եսիմ ինչեր է։ Հա, դրանք եսնամ ինչ են։ Հա։ Լուսակի Արմեն Գրիգորյանը կասել եթիմները։ Հա։ Հիմա էդի պարզա չէ, որ ինքը առանց մյուսի համաձայնեցնելու չէր անի։ Իր հասարակական գործունեության հետ, ասենք, չգիտեմ, էլի իր շորիկի նկարը չի էլի, որ դնի առան։ Հիմա եթե դա համաձայնեցված է, ես վստահ եմ, որ իրար հետ տունը վերընկած, այնի հեռախոսը վերցնում է, չի դիմանում, վերցնում է կնգա հեռախոսից է գրում։ Ինձ ես ներքին համոզմունք ունեմ, որ Ոչ իրավունք ունի, կթողնի։ Հələ տեսիկում մասին եք խոսում։ Հա, ոչ չունի։ Այդ կնիկը իրավունք ունի իր հեռախոսը վերցնի WhatsApp-ով
բդխի նախագահին նամա գրասի դիոմդ գրի։ Դա բանա։ Դու մտածում ես դե բա։ դրանց տունը հեռախոսները ասես միտեղ դրածա, վեկը վերցնում, ասենք հիմա կարող է երեխան էլ արփին էլ հեռախոսը վերցի, ասենք մտնի։ Ասի Ալեն վեկած վազի։ Գնա տաներով ընկի մի հատ Ալեն վեկած վազի Ալեն։ Ասենք պատկերացրու, երեխա է հիմա։ Հոր հեռախոսը վերցնում, բացում է WhatsApp, գրածա ԿՊ-ի խումբ։ Քաղաքական պայմանագիր։ Չէ, ասենք այդ տարեր հավաքի, հա։ Այդ է, հիմա ասենք բացում է, ստեմ այդ խումբ կա, ասենք քաղաքական պայմանագիր խմբակցություն։ Գրում է, մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարեք վիդեոները ուղարկեք պապային։ Այդ չի գիտի երեխան, մենակ գրի հաչել է։ Չէ, ասենք մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարեք վիդեոներն ուղարկեք։ Մատելը խնդրում եմ ինձ ասա, թե քաղաքական պայմանագիր խմբակցությունից ով չի անի դա։ Ոայ։ Ասենք, մեկը տնենք հեռախոսը հաղորդագրությունը գալիս է գրած է։ Հենց հիմա մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարվեք, վիդեոն ուղարկեք։ 10 րոպե հետո 69 հատ վիդեո միանգամից գալիս է իրանց այդ հեռախոսին։ Հիմա նույնն էսի կնգա հեռախոսը վերցնում, ասենք նստած են միանգամից, վատ տրամադրությամբ եկել են, ասենք գնացել են Սյունիք, մարդ չկա իրանց տգետների դպրոցում, վերջը խո հիմար չեն, տենում են, չէ՞, ասենք որ ով եկել է, սա զոռով բերած, ասենք կամավոր, ընդ ասենք դες մարդ չկա, որ կամավոր լսած լինի տգետների դպրոցի դասա, հելնի գնա ընդեմ դրան մասնակցի։ Զոռով ասենք իրանք էլ են տենում, էլ դեմքի մարդկանց դեմքի արտահայտությունը ցերևում է, էլի որ զոռով եկեն նստել են, րոպեներն են հաշում, թողնեն դա ոչ հետաքրքիր է, ոչ ինֆորմատիվ է, չէ, ոչ օգտակար է։ Հա, գյուղապետն է նստած, մարզպետ նստած, ստիված, պիտի հիմնարկի պետերը նստած, դրանց վահից, տենց վախից նստած, իրանք է զգում են, չէ, որ դա ինչ վիճակ է։ Հետո մտածում են, գալիս են ճամփին է վերտայլոտով գալիս են, ասում են, լսի, 7 տարի առաջ էր այս ժողովուրդը մեզ ոնց էր ընդունում, մեզ ոնց էին սիրում, ինչ տրամադրություն է, այս ինչ արինք էլի մենք, հա։ Այս ինչ բերինք, որ այս մարդիկ ընդամենը 7 տարվա մեջ այս ձևի ատելությամբ լսվածել է, որ զոռով չկարանանք, ասենք մի 50 հոգի մարդ հավաքենք, դեմները ելույթ ունենանք, նկարենք, գցենք TikTok։ Իրանք էդի խո հիմար չեն, հասկանում են, չէ։ Հետո մտածում են, ասում են, լավ, ով է մեղավոր, որ է տենց հա։ Ասում Անժելան է մեղավոր, Էդգարն է մեղավոր, Էմյուսն դիմադ է Տաթև, Արցախն է մեղավոր, հրապարակ օրաթերթի լրագրողն է մեղավոր, Էմյուս լրագրողն, Էմյուս քաղաքական, այսինքն դրանք են մեր մասին, մեր բացահայտումները անում, Աննա Գրիգորյանն է մեղավոր, սա որ անիվ հիմնադրամ, այս կոռուպցիայից, սրանք են մեղավոր, որ լավն են, չէ։ Բանը, մոդելներ էին, թե իրանք են։ Վերջը, ասում է սրանք են մեղավոր, դե որ սրանք են մեղավոր, հեռախոսը բեր, վերցնենք ու սկսենք գրել, վիրավորել, անպատ, հիմա ասենք օրինակ երեկվա այդ զեղումը, ինչի վրա էր այդ բանում, որ այստեղից էլ է, ասե, ազգային ժողովն է, որ օրական իր այդ կառավարական համառանոցի պահպանման ծախսերը 1.700.000 դրամ որ, ասում է սուտ է, չէ, լավ, դե հիմա բանն է, Աննան, ասել է սուտ է, էդի սուտ է, ճիշտ է դու ասա։ Հիմա ամառանոցային տնտեսությունը պետական հիմնարկ է, ճիշտ է։ Պետական բյուջեից ստանում է ֆինանսավորում։ Խնդրում եմ, դու ինքդ էլ այս պահին ինքն էլ նաև բանն է, Հայկական ժամանակ էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր է։ Հայկական ժամանակ օրաթերթում խնդրում եմ այսօր տպագրի հետևյալ տեղեկությունները։ Ամսական պահպանման ծախսը, տարեկան պահպանման, ես օրինակ հարցում էին արել լրագրողները, թիվը որտեղից են վերցրել։ Լրագրողները հարցում էին արել, թե պետական ամառանոցային տնտեսության մի տարվա պահպանման ծախսը բյուջեով ինչքան է։ Սկզբնական շրջանում ասում էին գաղտնիքա չեն ասում, հետո ի վերջո ասում են, այդ թիվը որ բաժանում է 365-ի, օրական ստացվում է 1.700.000 դրամ, այսինքն այդ է դրա ծախսը։ Ընդ որում, սրա մեջ չի մտնում պետական պահպանության ծախսերը, որտեղ իրանք թիկնազոր ունեն, չէ, պետական պահպանության աշխատակի, տարածքը պահպանվում է, դրանք աշխատավարձ են ստանում, չգիտեմ, պրեմիաներ են ստանում, այդ տարածքի մուտքի մոտ, այդ Պրոշյան փողոցի վրա անցնողները կարանային, ոստիկանական ավտոբուսներ են կան, դե մի 30-40 հատ սեփական ավտո է կանգնած, դրանք սա ոստիկանների ավտոներ են, իրանց ոստիկաններին իրանց սեփական բենզինի չեք են տալի,
Իրանց սեփական ավտոներով են, որովհետև ջահել մարդիկ են պարապությունից մեղքել են, չեն մանում ինչ անել, այդ հավով շաուրման բերում ուտում են, մի հատ գազով։ Սաղորանը պարապ, պետք է քնեն, չէ՞, որտե քնեն, խո այն գազոնների վրա չեն քնելու։ Ասում են ձեր ավտոներով եկեք, ավտոյի մեջ քնեք, բան կա։ Հիմա հենց հիմա հենց գնացեք այդ Պռոշյան փողոց Դաչայի մոտ, տենաս երևի մի 200 ոստիկան ավտոների մեջ, ավտոբուսի մեջ պարապությունից մեռնում։ Անիծում քֆրտում այդ ոչ։ Այո, 100%։ Դա ամենաշատ դրանք են, դրանք ասեք հիմա որ տենում են, այնպես բարևելու զգում են, ոնց որ ասի Ղազարյան մի բան երբ եք անում, էլի։ Ուրիշները եթե այնց հարցնում են, դրանք հայացքով էլի։ Երբ ասեք։ Մի բան արեք, էլի։ Ամենաշատ քաշված այդ ոստիկանների աշխատավարձը, այդ իմ ասացի մեջ դրանք չի մտնում։ Մենակ պահպանության ծախսերն է։ Սուտ եմ ասում, ճիշտ է դու ասա։ Իսկ հարցում եմ արել, ասում եմ, խնդրում եմ ասեք օրինակ Նիկոլ Փաշինյան նոր տարուց հետո մի հատ մի րոպեանոց տեսանյութ հրապարակեց իրար հետ։ Շատ սիրուն է։ Բանը, մի րոպեանոց տեսանյութ հրապարակեցին, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռով դե նոր տարուց հետո ոնց է չլի մարդիկ սաղից ընտանիք չնայած դա սխալ բան է, պիտի ռացիոնալ լինել, բայց ավել անում է սնունդ էլ, այսինքն միշտ ավել է սառնում, բանը այդքան չես ուտում, հիրա դու ես հյուրեթում, ավել անում է սնունդ։ Դե հիմա ավելացած հնացած սնունդը լավ է, ճիշտ է, սխալ է, պիտի թափես, որովհետև բանը վտանգավոր է, այսինքն թույները գաղտներին է տալիս, մարդկա հետ էլ չէ։ Մի խոսքով բանը պիտի թափես, որովհետև չի կարելի, ասենք հնացած սնունդ ուտես։ Հիմա սրանք պարզվեց զիբիլի չեն թափում։ Զիբիլը լցում են մի ժառոմնիկի մեջ, վրեն տաքացնում են, վրեն ձու են ջարդում, տալիս է Փաշինյան ուտում է։ Ընդ որում մենակ Փաշինյանն է ուտում։ Աննան չկերավ դրանից։ Ես ուշադիր եմ ելել։ Ասեք ինքը Աննան երեխեքին է չտվին։ Դրանք շուն են, 5 շուն ունեն։ Չալոյից բացի 4 շուններ ունեն։ Բողարն է, ամպիկն է, արջուկն է, 4 շուն կա Չալոյից բացի։ Շներին է չտվին, մենակ Փաշինյանին։ Հիմա ասենք թե ես ասում եմ դու մեզ ինչ ես ցույց տալի, որ դու զիբիլ ուտող ես, չասես զիբիլի վրա ձուն տակացնում ես, ձուն ջարդում ես, որ ինքը տենց համեստ, աղքատ, ու ինչ կոռուպցիա, ինչ միլիարդեր աղքատ տեսել եք։ Իրանք զիբիլ ուտող, հան, այդ տենց աղքատ, սովորային ամենահասարակ մարդ, ասում եմ այդտեղ, չէ։ Հիմա ինձ կարաք դուք հրապարակ, այսօր դիմում եմ Աննա Հակոբյանին, ասում եմ, խնդրում եմ հայկական օրաժամ, հիմա բարձր լսում եմ Հայկական ժամանակ օրաթերթում տպագրի կառավարական ամառանոցային տնտեսության աշխատակիցների հաստիկացուցակը։ Ինձ ասենք պետք չի, թե անուն ազգանունը ովքեր են, ասենք որ անհատական տվյալներ այդ մարդկանց պետք չի, որ իմանամ ով է աշխարհ, ինչի՞ սա պետք ով է։ Հաստիկացուցակ, ասենք ես ուզում եմ իմանամ կոնկրետ իրանց տան, առանձնատան սպասարկող քանի խոհարար կա։ Քանի մատուցող կա։ Կխափի։ Չէ, դասեք ոնց պիտի լավ էլի Անժելա, դրանք սուտ ասած կան այդ մարդիկ, լավ էլի։ Սետո երկիր հացախել չի։ Դրանք չգիտեն սուտ ինչ բան է, չէ։ Չասեք, հիմնարկի աշխատողների բանը հաստիկացուցակ այդ զորով չեն կարող։ Մատելը տպի տենանք ասենք, քանի իրանք Ինչքան ես գիտեմ, եթե չեմ սխալվում, այդ մի տանը 2 խոհարար կա, չեմ ասում խոհարարի օգնական կա։ Այսինքն իրենք խոհարարներ ունեն, մատուցողներ ունեն, սպասավոր անձնակազմ ունեն, բայց ցույց են տալի, որ իրանք իրան զերով զիբիլ ուտող են, հա։ Այդ մի րոպե տեսայնուտ հրապարակում են մարդ են խափում, ու մնացած ժամանակ ապրում են այդ ճոխ վայրկների մնացած ամեն ինչի մեջ։ Հարցում եմ արել, ես ինքս անձամբ պատասխան գրությունը տուն իմ սեղանին դրած եմ։ Պետական պահպանության ծառայությանը ասում եմ, խնդրում եմ ինձ ասեք Աննա Հակոբյանի համար իրան սպասարկող ինչ մեքենա է իրան սպասարկում, որ թվականի արտադրության է, որ թվին եք դուք դա ձեռք բերեք եւ ինչ արժի։ Պատասխանել են, այդ տեղեկությունը մենք ձեզ չենք կարա տրամադրենք, որովհետեւ դա գաղտնի տեղեկություն է։ Ուրեմն պետության համար զենք են առնում, սու։ Գինը ասում են, Հնդկաստանից հրանոթ են առնում, մագնիշն ասում են, տեխնիկական պարամետրերն ասում են, գինն ասում են երբ կլինի, ուրա հասե։ Բայց Աննա Հակոբյանի մեքենայի տվյալները ասում են, դա գաղտնի է։ Այ բալա գաղտնի չի, քշում եք տենում ենք, Lexus է։ Ասենք ո՞նց է գաղտնի, ավտոյից իջնում է, ինքը վիդեոներ է հրապարակում, նայում եք տենում ենք Lexus է։ 2023 թվի է, 2023 թվի Lexus մտնում ես ինտերնետ, գրում ես Lexus 2023 մոդելը գրում ես, չէ, ասենք թե XL, չգիտեմ կամ GS, չգիտեմ, նայում ես ինչ մոդել է, գրում ես գինը բերում, ասում եմ ստանդարտ փաթեթ, այսքան է օպցիաներով հաշվում ես,
Մամուլում է գրել է $135,000 մենակ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ն էլ չեմ ասում հետևի ուղեկցողը, դեմի ուղեկցողը, միշտ պետք է այն բանը, հələ այդքանը քիչ է, մի հատ է բարեկային ծառայության մեքենային կապանում էլ վթարեր ենթարկվի, չէ։ Հիմա ասենք թե դրա սուտը ո՞րն է։ Էդի սուտն է ճիշտն ասա։ Ճիշտն ասա, բա, եթե էդի սուտն է։ Ակնհայտ է չի, բայց ասենք մենք այտենց հիմա որ այտենց խոսում ենք, չեն կարող մարդկանց խափեն, չէ՞, հիմա ժողովուրդն լսում են, ասում են արա, սրանք փաստորեն ծոփուշով այդ կյանքով, հիմա ասենք օրինակ նստել ես, էդ է խոսուտ չի։ Մարդու կնի Կիրակի օրով նստել եք պետական ուղղաթիռը, գնացել եք Սյունիք տգետների դպրոց, ճիշտ է։ Հիմա ասում եմ իմանամ ուր եք դե, այդ պետական ծրագիր չի, կառավարության գործունեության հետ կապ չունի, վարչապետի պաշտոնական պարտականության հետ կապ չունի։ Թափցրել էին մի րոպե, Դասընթացը ոչ ակադեմիական դասընթաց, անց չէ, որ ասես մեր վարչապետը նաև տնտեսագիտության տեխնացու է, նաև ինքը ոչ աշխատանքային օրերին ժամերին դասախոսություններով ահանդ, ատա գնա ասենք թե շրջիկ պրոֆեսոր է, չէ, շրջիկ պրոֆեսոր չի, անգրագետ մարդ է, կրթություն չստացած մի հատ սովորական մարդ է։ Հիմա նստել եք հիմնա ինքը պրոֆեսոր չի, ակադեմիկոս չի, չգիտեմ, դոցենտ չի, բանը դասընթացը, որը կազմակերպել է, պետական չի, իմ քայլը մասնավոր հիմնադրամ։ Հիմա դու վերցել ես, սրան նստացրել եք պետական ուղղաթիռը, հելը գնացել եք, հասել եք Սյունիքում, մի հատ տգետների դպրոցի, հանդիպում եք կազմակերպել, նստել եք ուղղաթ ծախսեք, չէ՞ արևպետության։ Հարց եմ տալի, ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Մասնավոր գործ եք անում, Կիրակի օրով մարդու մի հատ ավտո ունեք, նստեք ձեր ավտոն մարդու կնի, քշեք, եթե եք գայիք։ Կամ Հայաստանում բան կա, մասնավոր ուղղաթիռային ծառայություններ մատուցող ընկերություն կա, կարծեմ հելիկոպտեր Արմենիա։ Միլիարդեր մարդիկ եք, փողը դուք էլ փողի պրոբլեմ չունեք, չեք իմանում փողն էլ ինչ անի։ Վերցեք, ասենք այդ մասնավոր ընկերության ուղղաթիռը վարձեք, պետական դրա ծախսը պատկերացնես ինչ գումարներ է։ Հիմա այսօր Արսեն Բաբայանն էր գրել, մի հատ անաստաբուժի են դատում, ինչ որ, չգիտեմ, ձևակերպել է, չի ձևակերպել, նրա ամսական աշխատավարձը մի 60-ը, գիտեք, քանի դպրոցի դիրեկտոր են գործից հանել դատել են, որ մեկի մի հատ պահակ է ձևակերպել, այդ պահակ գործի հետ է պահակ է, չէ, մի ժամ գալիս է, մի ժամ չի գալիս, ասենք, չէ, քարտը մոտ տալ է, փողը դու ես ստացել, ամսական 70,000 դրամ աշխատա, ամսական։ Այ բախտավարներ, ձեր վերտալյոտի ծախսը նայեք, ձեր ամսական աշխատա, ինչի համար եք տանում դուք, հարյուրավոր մարդկանց դատում, ինչի վրա եք դուք այդ ձեր ծախսերը իրականացնում։ Մինչև հիմա Աննա Հակոբյան հարցում են արի, ասում են գնացել եք Հռոմի Պապի մոտ, այդ լուսահոգի, գնացին խեշմարտ մեռավ։ Գնացին Բայրուշ են։ Գնացին Հռոմի Պապի մոտ, Փաշինյանը նույն օրը հետ եկավ, Աննա Հակոբյանը մի 10 օրից ավել մնաց Իտալիա։ Հռոմից հետո գնաց, չգիտեմ, Վենետիկ, Վենետիկից հետո չգիտեմ ուր գնաց, նկարները ցույց նստեց բանին, այս գետնին կոֆե խմում բան, հարցում են, ասում են, մնացել ես, չէ՞, խո վեշ մեշոկի մեջ չես քնե, խո դու ասենք թե սպալնի մեշոկի մեջ փողոցում չես, հյուրանոցում ես, չէ՞ քնե։ Մի հատ իսկ ասես, ասեք, հիմա հայկական ժամանակ օրաթերթում տպի, այդ մեզ սաղս էլ արտասահման գնացել ենք հյուրանոց են գնացել, որ չեք աուտ ես անում, ռեսեպշենից մի հատ սիրուն տպում են, ինչքան գումարես վճարի, քանի օր ես մնացել, դնում են սիրուն ծրարի մեջ տալիս են քեզ, չէ՞։ Այդտեղ հյուրանոց չկա։ Այդ ինչ որ քեզ տվել են այդ հյուրանոցներից։ Մի հատ կլինի սիրուն հեռախոսով, նկարես, դնես հենց հիմա ինքո Facebook էջը, որտեղ գրում ես, որ Ղազյան Էդգարը, Անժելան, Տխմարեն, Էշեն, չգիտեմ, այն այդ նույն էջի վրա։ Մի հատ կլինի դնես։ Ո՞վ է գրել, այդ ոչինն է գրել, ունկերի ոչինը, հա։ Գլի հիմա գրես դնես, թե դու ասենք թե Իտալիայում որ հյուրանոց ես մնացել, քանի օր ես մնացել, ու ինչքան փող ես տվել, ըստ մամուլի որոշ հրապարակումներ գիտես, չէ՞ ինչքան այլ է։ Օրը $3,000, օրը €3,000։ Ու հլետի մենակ իրան, հետը մի հատ այդ իրա TikTok նկարողը առանձին է, մի հատ գեշ աղջիկա միշտ հետ գնում է, այն առանձին է, հա։ Տարբեր սենյակներում են քնում։ Դե չգիտեմ, ինձ դες բաներ մի հարցրու։ Թե ծախսն է ինձ հետաքրքիր, ինձ մնացած ինտիմ հարցերը հետաքրքիր չի։ Չէ, ինչ են։ Տեսեք 3000, ուզում եմ հասկանամ, այդպես քանի սենյակ։ Դուք պատկերացնեք, եթե ամեն դեպքում հիմա ասեք ինչի համար ես գնացել կամ վերադարձին այդ աղջիկը որ ասում է դիհ Տիկին Աննա Հակոբյանը կմասնակցի Քաթարում Ցիերուն միջազգային փառատոն Աննա Հակոբյանը Քաթարում Ցիերուն միջազգային փառատոնին ինչի է մասնակցում ոչ մեկ չգիտի ոչ ձիա ոչ արաբա
ոչ ասենք թե նախրապանա, ոչ ասենք թե, չգիտեմ, հովիվա, որ ասես գնացել է իր համար մի հատ զինտրի բերի դաշտերում իր ծառայություն իրականաց։ Ասենք Աննա Հակոբյանը Քաթարում Ցիերուն միջազգային փառատոնին ինչ կապ ունի, որ գնացել է դրան մասնակցել է, հիմա մի հատ ասենք թե Քաթարի իր կեցության ծախսերը, կարաս մի հատ սիրուն, նկարես հեռախոսով, դնես ինտերնետ իմանանք ինչքան փողես ծախս, բայց այդ ցոփուշը այդ կյանքով, բա հետել ասում չեք ասում, որ մենք սենց ծախսերով ենք, որովհետև դուք թույլ չեք տալի, մենք իրանց թույլ չեք տալի, որ իրանք խափեն ժողովուրդ, Նիկոլ Փաշյանն ասի, գիտես ինչ, մեր տունը ցուրտ, Բուլատովի մատամը, դուք ասում եք խոզիկերը, տունը ցուրտ, ջեռուցումը չի տաքան, շանկեր են գուտում, խոզիկեր են ասում է ջեռուցումը միացնում են, չի տաքանում, զանգել եմ աղբորս, ասում եմ, ինչ աղբոր ան, մեկի անուն Արմեն է, մեկին չգիտեմ, Արմեն, են պապան են փեչը որտե էր դրեն ցախի փեչը, մի հատ էլ իջի պատվալը նայ տես բանը, ճուլանը տեսեն ցախի փեչը որն է, մի դու են տաղուշի մարսպետին, դու են վահեն թոփ բերի, փեչ, տունը ցուրտ է երեխեն մրսում, գոնե արփի սենյակ դնենք երեխեն դասա սովորում։ Հիմա այս է խափում է ժողովրդի, որ իրանց տունն այնքան ցուրտ է, որ Իջևանից դեբիլ հալիտում ես դեբիլի տեղանում, այ բախ։ Հետ ինքը ասում է ցուրտ է, հաջորդ օրը կնիկը նկարա հրապարակում, որ բանը չէ, ինքը սովորում էր, չէ՞ մի պահ։ Այդ խոլիգանական այդ գրառումները բաներ որ անում, այդ նա կրթությունից հետո է, թոյֆել էր պարապում։ Ու մի օրս ես մտել էր տուն, դասից ուշանում էր, որ դասատուն վերեն չխոսա, կոշիկները հագցել էր մի կողմ, բանը մի կողմ, հազիվ պատից մի հատ ռոզետկա էր ճարել, լապտոպը միացել էր, նստել էր ուրեմն մի քանի $1000 կռեժնոն կողքը դրած է։ Ինքը գետին անստեղ մի թամ ուսանող է, էլի, sense ու նկարա, դասի պարզ է, չէ՞, ով նկարեց դրանց տամել։ Դրանց տուն 1000 ձերի ոստիկան պատահական խոչիկը 100% նկարողին ասել է, ասես ման դավայ, Մեթոմ, բլավ, այ աշջան, դու մոռացել ես, որ մարդը մի օր առաջ ասել է, որ դե տունը ցուրտ է, որ կնիկը սառը գետին պիտի չնստի։ Դու հիմա նստել ես սառը գետին, բա ախր Սառնա։ Ջանդամը չի նստել դուքել։ Դե հիմա։ Անգելեք։ Չնայած ինչ պիտի լելա, բայց դե ասենք ամեն դեպքում սառը գետին չես նստել։ Ես կնիկը ղազղանել ներողություն տես բառեր ասես չակերտներ մեջ էլ ասեց ընկելա մեյդան ինչն ասես պատճառը։ Պաստորեն թալաննա բացայթում։ Եվ արկանիշ ընկել։ Բացի դե ԱԱՑ-ն տալիս է, չէ՞, դե ասենք օպերատիվ հետ բան են տալի։ Ուսումնասիրությունների արդյունքներ, ասենք իր վարկանիշը ինչ է, այս process-ի վարկանիշն ինչ է, impeachment-ի գործընթացը սկսում, շամպես հասկանում են, որ սա ինչի է վերածվելու, հասարակական տրամադրությունները դրա հետ կապված ստուգում են, այդտեղ ասում են ոնց որ թե էսի լրջանում է, հասարակական աջակցություն կա այս ամեն ինչի նկատմամբ, մեկը հարցազրույց է տալի, են դիցա լսում, մեկը մի հատ հայտարարություն անում, են դիցա լսում, գումա որ ինքը մնացել են այդ երկուսով։ Ունգել են հիստերիայի մեջ ինչ կարան անեն, կարանք սրան պատժենք, սրանք էս անենք, սրան էս արա, ասես հիստերի իրանք էլ անհավասարը կշիռը։ Այս մենակ ինքը չի, ասում եմ, այս մարդ կնիկ իրար հետ են սրանք 100%։ Հենց կարող է վերտայլոտի մեջ նստած պարապությունից ինչ պիտի անեն կապանից գորիսից գալիս։ Մի ուրիշ բան էլ տեսեք, ինքը ասում մենք տանը ասում ենք հետո, այսինքն իր վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, որ ինքը մարդկանց ասում է տանն էինք խոսում։ Այսինքն ինքը մարդկանց ընկալումա ոչիլն է, չգիտեմ ինչ է, տեսեք, հիմա արդեն բան ա եղել էլի, բացել է։ Այո, տունը հիմա ասում եմ այն ինչ որ խոսել են։ Վարչապետ էինք, բոլորից սիրում էինք, Արցախը սիրում էինք, չգիտեմ ինչ էինք։ Բայց եթե դրանք սկսին իրանց սենց բացայտել ընդ որում տան խոսացածը բարձրացել, այդ շատ բանտեր անելու եւ ասեք հենց մի հատ պատկերացրու Աննան դրան տունը ինչ է ասում։ Ինչ հնարավոր է։ Հեսա կգրի Եթե այս մարդը սենց հրապարակային ասելա գրելու է, հեսա բաթել է կարդանք տենակ ինչ հեսա գրելու է։ Ասեք այն ինչ որ Աննան ասում է Նիկոլ Փաշինյանին, պատկերացնես էդի գրի։ Հա։ Բա դու դոգ ես ասում։ Չէ, իրականում այդ շունը որ կար այնտեղ նստած բանը սատկած է, էլի ձայնը չկա, չգիտեմ, որ գրողի ծոցն է, ակնհայտ է, որ բան է, նույն տերերն են, նույն պատվիրատուներն են, ասում եք ինչ արեք, հիմա այդ դոգի ձայների վրա բանա, չէ, կռիվ է գնում,
Սենց ասել են, որ այս հանրության մեջ մի մաս կա, որ սատկում մեռնում է հայյանքի համար, սատկում մեռնում այդ վիրավորանքների համար, չգիտեմ, ինչ որ բառերի համար, այդ դաշտը պարապա պիտի լսեն։ Այն ժամանակ որ սենց մի բան խոսում էինք դրա մասին, սպասում էին, ասում էին, տեսնեն գիշեր ինչ է, չէ՞ ասելու այդ շունը կամ իրանց առավոտը ինչ է ասելու։ Հիմա նույն բանն է անում, ասենք, այս ընկնավորվածը առավոտը վերակերում կամ իրիկունը ինչ է լսելու եւ ինչ է գրելու, էլի։ Դոք դվայ է դարձել այս ժողովրդի գլխին։ Այս տիկինը։ Հիմա չգիտեմ ինքը իր որորդ տիկինն, առաջին տիկինն է, երկրորդն է, երրորդն է, զուգընկերա։ Դրա համարակալումները չգիտեմ։ Ինչ չի, բայց իրեն թույլ է տալիս այսպիսի բանը։ Вообще ճիշտ կլինի համարները վերևից կախեն։ Տա հասը։ Հիմա քո բառերը քեզ է փոխանցվելու, տա հաս, լավ լսի, թափթփուկ։ Բունկերի ոչիլ, որ դու քեզ իրավունք ես վերապահում բոլորին վիրավորելու, քեզ դրել ես, չգիտեմ ինչի տեղ, չգիտեմ ով ես դու, որ բան ես անում, որոշում ես, հրանակլը հայտնի չի, իր դիպլոմը կա թե չկա, ոնց որ իրանն էլ չէ, չկար։ Հիմա տգետ տխմարներով հավաքվել եք ու որոշել եք, որ պիտի աչ ու ձախ բան անեք, որակավորեք, չգիտեմ, պիտակավորեք, ինչ որ բաներ ասել։ Եղել ես ու մնալու ես համապատասխան տեղի, բունկերի համապատասխան չգիտեմ ինչը, այդ հետո է պարզելու, որ չգիտեմ ինչն ես կամ ով ես եղել այնտեղի, բայց ամենայն դեպս եթե քո բառամթերքում ինչ որ sense բառեր կա, ոչ չի բան, առաջին բանը որ գալիս է մտքիս, բունկերի ոչիլ, իսկ ինչ վերաբերում է, ինչ որ էշ ես ասում, ինչ մեծ քո բառերը փոխանցելով քեզ, դու էշնել ես դու, ավանակնել ես դու, հովատակնել ես դու, այն մնացած բոլոր կենթանիներն էլ, որ դու քեզ առաջին տիկին հորջոջալով բան ես անում, իրավունք ես վերապահում մարդկանց վիրավորել ու այսպիսի բան, պիտակավորումներ տալ, մի հատ ինչ որ բանին էլ մեր գործընկերներին էլ ինչ որ ղզիկը ասելի, ինչ լավ էլ ասեցին, ճաշակը այդ չի, եթե այդ քո ճաշակով ես չափում, քո ընտրությունով ես չափում, ճիշտ էր ասել, երբ արդեն իրանց համար բան է, էլի կոմպլիմենտ է։ Չէ, ճաշակը դե ով չգիտի ճաշակը, այս կողմից նայեմ, տեսնում եք ինչա, Անայի ճաշակը։ Դրա առածից նայի իմացի էլի։ Առածից, ընտրածից են, չգիտեմ ինչ արածից, լեգենդներից։ Այդքան տղամարդու մեջ մարքետ է դրա վրա։ Մեկը դուք միջև պիտի հիմա որոշելա պատասխանը տա, որ Սամվել Բաբայանը այս ոչիլի հետ կապված պատասխանը տա, մի հատ հասկանանք բեղեր ինչի է սափրել, մազեր ինչի է սափրել, իսկ ինչ որ հարցերի պատասխան այնուամենայնիվ կունենանք։ Թող այդ ծախսերը հրապարակեն, ասենք հիմա ինչքան ծախս են անում օրական այդ ամառանոցի վրա։ Հիմա այդ մարդը ցանկացած մարդ այդ մասից ծառայտուրան չեք տպում։ Չէ, սա էլ է տարբերակ։ Եթե այդպես որոշել ես իբրև թե վեր կենալ առանց բացատրության, կոնկրետ ասել է, այսքան գումար։ Փաստերը կա, հարցում ուղարկել են, մի այդպես բաներով պատասխանատու մարդիկ է պետության փողենա, վեր կա ցուցակով, կետ որ ասում ես հատիկ, քաբաբ, չգիտեմ ինչ, կետ առկետ ներկայացրու ես մարդուն։ Հիմա ասենք թե գնանք սիթից առևտուր անենք, ավտոմատ սիրուն չեք տպում, ասում ես էս առաջ է։ Հաց ես առե, կարակ ես առե, բրինձ ես առե, լվաս։ Իմիջայլոց մենակ ձեր կարակային։ Հիմա ասենք թե դու այդ կամարանոցը։ Դե որա տես տղա ու աղջիկ եք, դե մի հատ հիմա հատ պատասխանեք Հրանտ Բագրատյանին։ 60 միլիարդ ձեր թալանի մասին է խոսքը, չէ՞, հատիկ ստվերից 7 տարում տարել եք։ Դե մի հատ այս հատիկ այդ անիֆի թալանը 100 միլիոնի մասին է խոսքը, քանի միլիոնի մասին։ Այդ մի հատ այդ թալանը հատիկ պատասխանեք։ Մի հատ այդ տենդերները, հա պարապ մարդ եք, չէ՞ երկուսը։ Մի հատ հատիկ պատասխանեք, տեսնեք այդտեղից ինչքան եք թալանել, չէ՞ 1000 բանի քաղաքապետարանի չգիտեմ որտեղի այդ բաները տենդերները, մի հատ հատիկ հələ ասեք, տեսնեք պանձամոլիբդենի, այդ որ այդ մեքենաները տանում բերում են, ասում են Աննայինն է, մի հատ հələ բանով ներկայացրեք, էլի փաստերա, հրապարակումները առաջ գալի, Ծաղկաձորի հյուրանոցով ում է վերջը հասնում ով է հետևը կանգնած, Հովիկ Աբրամյանի առանձնատունը վերջում Աննա ոնց է պտտում, քեզ է հասել թե քեզ չի հասել, Դվինի հյուրանոցի ակցիաները քեզ է ասել թե չէ, սուպերմարկետինգների նոր ցանց է, այդ որ գրում են, մի հատ հələ ներկայացրեք, էլի տեսնենք այդ անունները, այդ ովքեր են տակ, այդ ոնց է պտտում գալիս է կարգումը Անայի, երկրորդ նախագահը պատական չի խոսում, մի հատ հələ ասա տեսնենք այն 100 միլիարդը սպյուրքը որ ուղարկել էր, այդ 100 միլիոնը, այդ 100 միլիոնը մի հատ ասա տեսնենք ինչ արեցիր, պարոն Վանեցյանը աչուձախ պատում է, ասում է Սամվել Ալեքսանյանի կանչում էինք նկուղ, ասում էինք 10 քանի միլիոն պիտի բերես, այն Սերժ Սարգսյանի եղբորից 30 միլիոն վերցեցիք, մի հատ ասա տեսնեմ այդ 30 միլիոն ուր եք տարել, այն 15 միլիոնը որ ասում են տարել ենք, կամ էլ պահանջեք թող պարոն Վանեցյանն ասի եղել է այդպես բան թե չի եղել, ամեն մեկից այդ Գագիկ Ծառուկյանը որ լռում է քանի միլիոն եք իրանից վերցրել, Գագիկ Խաչատրյանը որ
որ լրեց քանի միլիոն եք իրանից վերցրել, այն Պեկի առաջվա նախագահից քանի միլիոն եք վերցրել, Գագիկ Բեգլարյանը, որ լռում է համաձայնեցիք սուսպուս եկավ այստեղ նստեց քանի միլիոն եք վերցրել, Հովիկ Աբրահամյանից քանի միլիոն եք վերցրել, 2 միլիարդ անցավ, չէ, սպասեք, բայց մի հատ հասկանանք, այս միլիոնները ոնց եղավ, որ Գագիկ Բեգլարյանը փախած էր, հիմա եկել ասել միլիոն վերցրել եք, թե չէ, թե բարեկամաբար սենց սիրահոժար բերել եք, Հովիկ Աբրահամյանից օրինակ ինչ որ քանի միլիոն վերցրել եք, թե տուն եք վերցրել, ոնց եղավ այդեն սուսուփուս ինչ որ ձայն ձույն չկա, Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետևից ընկել եք, աղմուկ եք, իսկ քանի միլիոն վերցրեցիք, Վարդան Հարությունյանի են Գազանի քանի միլիոն եք վերցրել, որ տենց չաղ ու բախտավոր պատտվում է, Կարեն Կարապետյանի հետ բան եք պայմանավորվել, քանի միլիոն եք վերցրել, Սամվել Կարապետյանը գնում գալիս է, քանի միլիոն եք վերցրել, մի հատ տեսնենք այդտեղ միլիոններ եք վերցրել, ընկերական հարաբերությունը, բարի դրացիական հարաբերությունը, ինչ եք պայմանավորել, Սերժ Սարգսյանի եղբոր 30 միլիոնը, այդ արդեն հաստատ վերցրել եք, այդ 30 միլիոնը օրինակ որտեղ է, չիմանաք մի հատ էս որտեղ է, դուք ընկել եք մի հատ միլիոն չգիտեմ ինչու, չէ, եթե ինքը այդպես լավ անում է Տիկինը, եթե այդպես որոշել է, որ պիտի պատասխանի, բայց շատ կոնկրետ փաստով, ես շարունակում եմ պարոն Ղազարյանի խոսքերը, հիմա մնացած միլիոն, երկրորդ նախագահը խոսեց, չէ, ասեց, երկրորդ նախագահը 14 տարի $100,000 ամեն ամիս ռուսական կամպանիայի խորհրդական լինելով $100,000 է ստացել, մի հատ հաշվեք ինչ գումարներ, իրա ուղեղի շնորհք ընկերական հարաբերության, չգիտեմ ինչի, չէ կարող ասեք, չէ օթից է եկել, հիմա մի հատ դուք ասեք, մի հատ ձեր հետ ինքը հարց է բարձրացրել, այդ 7 միլիարդը, որ դրել եք այս պետության վզին, չէ, մարդը բացատրեց 280 միլիոնով, այն որ քո թերթը տարածում էր, որ թալանել են, չգիտեմ ինչ են արել, բայց իրականում Ինչքան թատրոն կա վերանորոգվել է, բոլոր ճանապարհները վերանորոգվել է, թունել է կառուցել, մայրուղիներ է կառուցել, չգիտեմ ինչ է կառուցել։ Հիմա դուք ճիշտ ասում, դուք պատկերացնում եք այդ 7 միլիարդով կամ 2 միլիարդով ինչ կարող էր արել։ Ինչ է արվել։ Ես չգիտեմ, դուք խելոք մարդ, ինչ է արվել, ասեք։ Այդ 2 միլիարդը ուր է։ 7, բա որովհետև եթե որոշել ես, օքեյ, ոչ մի խնդիր չկա։ Անա ջան, սիրուն ամեն օր այդ միլիոնների բացատրությունը տուր, մի հատ հասկանանք, տեսնենք ուր է։ Բա խեղդում էր միլիոնը, թալանը, չգիտեմ ես ինչը, 7 տարի նստածեք ուր է։ Թե այսպես կլյազնիկի պես սրա վրա եք բան դնում, նրա վրա եք չգիտեմ ինչ դնում, մենակ թե ձայն չանեն, բոլորին վախ, մի օր պայթում է, չէ, տենց ձեր նման հերոսներն են գնացել, չգիտեմ ուր։ Հիմա ասենք ատամները կրճտացնում է, այսօր քո հարցը կլուծեմ էր, ասենք այդպես 20 հոգու հարց է լուծեցի, հետո հոդու 2 միլիոնի հարցը չես լուծելու, 10 միլիոն հայության հարցը չես լուծելու, չէ։ Մի ամբողջ ժողովրդի հարցն առավ չի, չկա տենց մարդ, գոյություն չունի, տենց այդ Հիտլերը, որ Հիտլեր էր, չկարողացավ, այն ամենա բռնակալները անգամ չեն կարողանում։ Այսպես պիտի խոսել, իր Քադաֆին չհամարձակվեք համեմատել։ Քադաֆին դրախտային երկիր է եւ 8-րդ հրաշքն է ստեղծել։ Երկրի մի ծայրից մյուս ծայրը ջրատարը անցկացրել է, ինքն է գիտակցել Քադաֆին ասել է, եթե ես այս որ եղավ, այս աշխարհը կարող է այդ արևմուտքը մեզ չների, որտեվ ծաղկեցրել է իր երկիրը, Սես թալանների մասին խոսք չի եղել։ Դրա համար խոսում ես, լավ ես անում։ Այդ չարովանները դիր մի կողմ, հիմա հերթով ամեն իրիկում բացատրի։ Այդ ոնց եղավ Գագիկ Խաչատրյանի հետ կապված ինչ է կատարվում։ Գագիկ Բեգլարյանի հետ կապված Հովիկ Աբրահամյանի հերթով մի հատ գրի հասկանանք տենանք։ Կարող է քեզ քանի միլիոն է տվել։ Օրվա առևտուրը։ Չէ։ Ասենք օրինակ այդ ամառանոցային տնտեսության համար ինչ են առել։ Նա օրինակ ես ուզում եմ իմանալ, ոչ իլի դեղ կա մեջ թե չէ։ Ուրա 30 միլիոն ինչ են արել։ Ուրա այդ 100 միլիոն, ուրա ոնց է Սերժ Սարգսյանի եղբոր, Սաշիկ, հա, Սարգսյան, ուրա Սաշիկ Սարգսյանի 30 միլիոնը կետ արի, քյաբաբ Նիկոլ, օրինակ գրի, ուրա այդ 30 միլիոնը, ինչ ես արել։ Ես գիտեմ, ես փողից խոսում եմ կանգնավորվես։ Ինչ է գարի այդ 30 միլիոնը։ Այն 100 միլիոնը սփյուռքա հայության, ում տվեցիք, ինչ արեցիք, չէ՞։ Պարքեվավճար, մի հատ հրապարակեք, հասկանանք, տեսնենք այդ ոնց թալանեցիք, ինչ արեցիք։ Մի հատ օգնական ուներ, այդ падգամավոր դրա ազգանու կարծեմ Սարգսյանն է դրանց, այն շիշ բռնող որ ասում են։ Դրա աղբերը իր օգնականն էր։ Այդ իր օգնական աղբերը, որը հիմա աշխատում է Հոպլոյի դրանց Փեսայի ընկերությունում են կասկադում, որ շինարարություն են անում, դրանցել անդե բարձր աշխատավարձով ընդ է աշխատում, Նիկոլի օգնականն էր։ Նոյեմբերի 6-ին թե 7-ին, այսինքն պատերը հրադադարից 2-3 օր առաջ կառավարության որոշումով մի քանի միլիոն դոլար կանխիկ փող է ստացել։ Ու այդ փողի ճակատագիրը հələ ոչ մեկ չգիտի։ Կանխիկ է, ասենք մի քանի միլիոն դոլար կանխիկ փող է, գիտես ինչ է, դա ասենք մի ավտո մի գազել փող է, էլի։
Այդքան կանխիկ փողը ստացել է, իբր որպեսի առնեն զրահաբաշխոններ եւ սաղավարտներ նոյեմբերի 7-ին, նոյեմբերի 9 կրպրծե։ Պարզա չէ որ ասենք դա չէր կարող առնել կամ որ առնել։ Բայց Ռուսաստանի շուկաներից ուղարկեցին այն օգնությունները, ոնց է հայտնվել։ Այս ամեն ինչը պիտի բացահայտվի, չէ, ինչ է եղել։ Մարդ իրավունք չուներ բունկերում լինելու, ինչ է լսել ինքը, ինչ է փոխանցել, ինչ որ տեղերին բան փոխանցել է թե չի փոխանցել, ով է պատասխան տալու։ Բայց քանի որ ամենահուզող հարցը Թալանն է, հիմա այս փողերը հերթով 3 քանի միլիարդի մասին ասեց երկրորդ նախագահը 2 միլիարդի մասին հիմա հատիկ ներկայացեք այդ 2 միլիարդով ինչ է կարել քանի գործարան եք բացել ինչ արդյունաբերական չգիտեմ ինչ է կարել հումք արդյունաբերությունը ուր եք հասցրել ինչ է կարել 2 բերանով եք ասում պարոն 2 միլիարդ ինչ է կարել այդ 2 միլիարդը պատասխան տվեք էլ չի անցնելու ձեր նրա Թալանը սրա Թալանը չգիտեմ ինչ է կարել մի հատ բացատրեք հասկանանք Այս միայն պիտի իրանց Թալանից խոսել, թվերով, փաստերով, պարոն Ղազարյանը շատ փոքր թվից է սկսել, բայց էլի թիվա ներկայացնում, ասում է կոնկրետ ասեք, այս մեկ ինչը եւ այս ինչ ոչ է մարդկանց բանը, քննադատությանը չեք դիմանում, ձեր արևին բան եք, առաջին դեմքեր եք, ինչ է։ Ալեն Սիմոնյանի մասին մի հատ ես հեղինակային ֆիլմ ունեմ, չէ՞, կոչվում է Ոսկե հորթը։ Ոչ թե Ալեն Սիմոնյանի մասին, այլ կոռուպցիայի մասին, ուղղակի ինքը դա շատ է հիշատակվում, որտեղ կոռուպցիոն դրվագները շատ են։ Հիմա ասենք թե օրինակ կպել ես ասում ես, այս ինչի դղյակ է, այս ինչի դղյակ է։ Այ ախպեր, մեռանք ասելով, Civilnet-ներ գրե, ես դրանից էի վերցրել տեղեկությունը, որ Ալեն Սիմոնյանի մայրը ջրվեժում, առելատ դաչա, մեծ շենքա, փաստացի Ալեն Սիմոնյանն անդե ապրում, Ալեն Սիմոնյանի մայրը իր անունով այդ տունը, բայց ինքը Երևանում ապրում է, ջրվեժում Ալեն Սիմոնյանն է ապրում։ 30 քանի միլիոնը կանխիկ ինքն է տվել 30 քանի միլիոն էլ հենց 30 միլիոն կարծեմ հայ էկոնոմ բանկը վարկա տվել։ Հիմա մի ցանկացած թոշակառուկին իր տարիքի, որ գնա բանկից ասին սպառողական վարկ տվեք 120,000 դրամով մի հատ Xiaomi հեռախոս առնեմ, չեն տա, կասեն այդ տարիքի կնոջը մենք վարկ չենք տալի։ Հիմա ես ուզում եմ իմանամ, այդ որ ոչ մեկին հեռախոս առնելու վարկ չեն տալի թոշակառուներին։ Ալեն Սիմոնյանի թոշակառու մայրը Բանկից ոնց է վարկ ստացել, ես իմ քանի տարով հիպոթեկային վարկ է ստացել։ Այն դեպքում, երբ որ հայ էկոնոմ բանկի հիմնական սեփականատերերն են հանդիսանում նույն ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիաշյանը, նրա եղբայրը, նրա կինը, դասագրքերում կոռուպցիա, ոչ թե չգիտեմ։ Հիմա ասեք պատասխանը թող տան։ Հիմա ասեք դե ոնց է լավ։ Մարդուն ասում ես դու գողացել ես, այս կամ ծախսել ես, ասում դու բան ես, ոչխար ես, դու ես, դու էլ ջի ես, այ քեզ բան։ Իբր թե բան է, այս ինչ մակարդակ է, այս ինչ վիճակ է։ Աներզակը իրա։ Հրաչը։ Մինչև 18 թիվը հրաչը մի օր 4 հատ պերաշկի ուտել կրեր երջանիկ բարդ։ Այսօրվա դրությամբ ասենք թե ամառանոցն դեն մի տանիքը մի մասը չգիտեմ ինչ ունեն ինչ խառնա դրանց պատմությունները ինչ որ երեխեք Ամերիկայում են գնալը գալը sense սվա ցոփ ու շվա կյանքով ապրում այդ որդուց էլա դրա այդ ինչ շնորհքի լավ տղա էր գնաց ինքով դրանց խելքին դարձավ միլիոնատեր այդ ինչ շնորհքի տերա այդ ինչ արեստի տերա ասենք թե այդ ինչ կերավը տես դարավ այդ ոնց տենց է լավ կամ ասենք թե են մեր նախկին մարզպետ են տրթատը ասենք ցանկացածը շենքի փող ասենք լիֆտի փող հավաքող են իրանց այդ համատերության ինչպես է լինում այո հիմա հատիկ ներկայացեք ձեր այդ ստացած 400,000-ով չգիտեմ 500,000 դրամ ստանալով այդ ոնց է լինում ամեն մեկը չգիտեմ ինչերի տեր եք դառնում այդ միլիոնների հազարների Կիպրոսում խաղաղություն ալիս եվրոները բաժանում ասել падգամավորը որ կարա ասենք թե sense հլնի է դա երկիր խավորություն անիս ես պաշկո փող բաժ, դա բան հնարավոր է որ լինի։ Բայց այդ ոնց է լավ, այդ ոնց դառա որ դուք մինչև 18 թիվը սաղը ասենք թե մի փոր հացի կարոտ եկել է։ Հիմա սաղ նայում ես դրանց գույք եկամուտների հայտարար, հələ դու մենակ Նիկոլաննա ես, չի ասում։ Բայց ասեք դրանք սաղ տներ են առե, ասենք, սաղ նորակառույց։ Վաղ Ալեքսանյան։ Ասենք, վայ։ Հա, վայ։ Բան է Պետրոսին ասում է ես խաղաղության աղավնի եմ Արա ասեք քեզ դաշիրակներ աշխարհում իշ կենթանու է 10 համեմատել են բացի աղավնուց այ բալա դու իշ աղավնի ես արա դու ո՞ս կարաս աղավնի ես էնել խաղաղ Չէ ակնհայտ է Պարոն Ղազարյան մի հատ եկեք
Պարզ է, այս իրանց թալանը, որը տենց աղջիկ ես, վերկաց ամեն օր ներկայացրու, էսի ուրա են 30 միլիոն ուրա, 100 միլիոն ուրա, 1 միլիարդ ուրա, 2 միլիարդ ուրա, որ հասկանանք ինչքան եք թալանել։ Եթե չեք թալանել, այդպես ներկայացրու, ոչ թե քեզ գժի տեղ դիր, բան ես արել, բայց ակնհայտ է սրատակից չեն կարողանում դուրս գալ, ակնհայտ ազգային ժողովում էլ ասել են լկտի, լեպիր, շամբարո, խուժան, ձեր բերանը բացեք։ Տեսեք ինչ է կատարում ազգային ժողովում։ Հա բայց ձեր նման խուժաններն են գնացել չգիտեմ ինչի ծոցը։ Հիմա համատարած բոլոր ասենք մեկն ասում է մի բան կասեն դու 3 ասեք, մի բան կասեք դուք 3 ասեք։ Հիմա այս վիճակի մեջ է ընտրությունը կամ Բայց դե ուրա թող ենա այդպես եմ ազգային ժողով վախենում են գան։ Դե դու գնասեն, դե դեմ կարան գան։ Դե հիմա ինքը քանի որ այդպես դեմ դիմաց չեն կարողանում ասել։ Ասենք օրինակ Ռուբեն Ռուբինյանը հետո նստում ազգային ժողով, նց մի հատ տահաշ ձեն ունեն զվելի էլի։ Այդ ձենով բանը քանեմ կշպրտեմ դուրս, չգիտեմ սես կանե ծաղրտում բան։ Ա գնացել եմ ին ոտով, գնացել եմ ազգային ժողով, ընդ որում նախապես ասել եմ թե ինչ հարցեր ունեմ, իր այդ քննարկում, ես սյուրպրիզ չի, էլ ասում եմ ես հարցերն եմ գալու քո հետ քննարկեմ։ Նստի, պատրաստվի, իմ պատասխանները պատրաստի, արի ուղի եթերում լրագրողները գան նստեն, կամերաները միացնեն, մի հատ իրար հետ խոսենք։ Ես քեզ հարցեր տամ, ընդամենը հարցեր տամ, դու պատասխանի։ Նախապես ասում եմ ինչ հարցերը։ Ասեմ օրինակ, պարոն Ռուբինյան, դու քո կենսագրության մեջ գրել ես, որ 2016 թվականի մայիսին, ապրիլյան պատերազմից հետո, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում թիվ N պաշտպանության բանակի զորամասում կցված իրականացրել ես մարտական հերթապահություն, ինժեներական աշխատանքներ ես իրականացրել։ Դրանց մեջ մարդկա պաշտպանության նախարարի շնորհակալագրով ապարգևատրել։ Ինքն էլ այլ են, Նիկոլն էլ եղել Են չգիտեմ են փող քաղաքապետը որ ինչ հիմնարկի պետ ասեն փակ։ Հիմա եթե դու ասում են երեխան ինչ են գրել։ Ինչ են գրել Ղազարյան։ Ինչ երեխան։ Են հեռախոսով են երեխան ինչ է կոմենտ։ Որ ասում է հաճացեք նկար։ Չի գրել, ասեմ կարա գրի, չի այդպես բան չի եղել։ Չէ, ասեն կարող են երեխին գրել է, հիմա էլ անում այլ դուք էլ ընկել եք թե բանը Ռուբինյանը ինչ ասում, չգիտեմ ինչա։ Հիմա տեսեք մեկը գրել է 2 ամիս դեռ չէ մի քանի ամիս էր եկել, արդեն $35,000 ինչ որական ժողեր է կախել։ Բա մի հատ գրի տեսնենք այդ որտեղից։ Այդ ինչի մենք այտենց 3,000-անոց չունենք, որ 35,000 տենց 2 նոր եկել էին։ Այդ ո՞նց եղավ։ Չէ, ես ունեմ 3,000-անոց եմ ավելի թանկել։ Հարցը դրանում չի։ Ասա մի հատ տեսնենք այս որտեղից։ Հա, այս որտեղից եկավ, սենց ունեցավ, ինչ արեց, հա? Կեսրարն է։ Չէ, պետք է սրա պատասխանները տրվի, որովհետև իրանք խելագարվում են, իրանք թալանն է բացահայտվել։ Իրանք թվում է պետք է 7 տարի, 30 տարի ասեին, թալանում են, այդ թալան բառի տակ Արցախը տան, թալանում են ամբողջ Սյունիքի բարձունքները տան, թալանում են 10,000 զոհ տան, թալանում են բառն ասեն 13,000 զոհ տան, թալանում են ասեն բանը Սյունիքը տան, Միջանցքը, չգիտեմ, Միջանցք են ասում, ճանապարհ են ասում, ինչա, այդ տան, թալանում են 300,000 թուրք բերեն այստեղ, թալանում են գրա կզի, կռանա, ստորանա Էրդողանի, Ալիևի ոտքերի տակ։ Հիմա ասեք ինչ էր անում այդտեղ։ Այդ ականջողները կիսուրն է տվել։ Հա, բա, կիսուրը իր մասին ինչ պետք է ասելա, Արմինե Օհանյանն էլ գրել է, այդ բառը պատահական չէր, որ ասում է քանի կար միջև բանում գիտեին Անդաշիրակես տանը, հիմա ամենտեղ գիտեն։ Հրապարակներ գրել, չէ՞։ Դե պայմանական մտածում եմ վտանից ով պետք է ասածներ։ Կիսուր, ինչ կիսուր, դրան ուր է կիսուր։ Դե չի ունեցել ժամանակին։ Չէ, նա բարձում չէ։ Հրապարակներ չէ գրասում, քանի կա մի տանն էին, տանը գիտեին մենակ Անդաշիրակես, հիմա դրսում էլ իմացան արդեն։ Ինչ էր անում այս մարդը, ուր էր գնացել, մատով կանչում էր Էրդողանը, Ալիևը։ Մատով կանչում է, հետո ձեռով ասում է դա ռոդոտը քաշի գնա, ասում է, հե ինչ ասում է նորմալ է, ասում է պայմանավորվել եք, դա անում ես իր ասածները բան, այնդ տենց եմ էլի հասկանում, ասենք ձայնը չկա, բայց པարզ է որ դա ասում, հետո ասում է դա ռոդ քաշի գնա, ռոդ քաշել հետո թուրքերն ուրիշ ձև են ասում։ Ասում է ռոդ քաշի գնա, ու ինքը Ալիևի թևանցու կալում, սկսում են առանձին զրուցել, բաս։ Բա մի խոսիր համբալ, բասի ձեզ սենց կանին։ Մատդ կնգա ձայնդ կծիրը։ Գորրի բամի հատ 20 թիվներ էլ նախընտրական քարոզարշավին են հայակվել, որ ասում են այ կոշիկ լիզողներ, ինչքան օտար երկրի անձնագրով մարդ եք տեսնում կոշիկները լիզում եք, որտեղ կոշիկ լիզողներ եք։ Ճիշտ է։ Այդ էս հիմա որ նայում ես մաքուր Ալիևի եւ Էրդողանի կոշիկ լիզելու կարգավիճակում է։ Մատով են խոսում։ Իդեպ ասեմ, որ այդ
բանին Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին եք բան ասում։ Մի հատ գլուխը բարձի Ալիևին բացած այդ մոտենում է հետը նախագահների։ խոսալու, Ալիևն ասում է բանա։ Գնացում։ Մի խանգարի ասում է, մարդկանց հետ կարևոր մարդիկ կան, ասում է զրուցում եմ Ռադքաշի Ադրբեջանի թուրքեր նույն ձևը կարծեմ։ Ասում է Ռադքաշի չէ, Ռադքաշին։ Ոնց է Ադրբեջանը։ Կարծեմ մի ձևի հիմա լավ չեմ հիշում, բայց տարածված ձևը։ Հա, բանը։ Չէ, օրաշը եսի ինչա։ Չէ, օրաշ յախտ։ Դե պիտի սովորենք էլի շատ իմանում։ Հա, վերջը սրանից էս ճամփում է։ Այն էլ ասում է, իսկ կլինի մի հատ գաս իրար հետ կոֆե խմենք։ Ասում է, հա, գնա կգամ։ Ոնց էր ասում Աշոտը, պաջամ կոֆե։ Մի խոսքով սա սովորական ազգային աղետ է սա։ Սա սովորական նսեմացում, սա միայն մարդկային նսեմացում, ստորացում չի, այս ամեն ինչը նաև վերա ձևակերպվում է իրավապայմանագրային դրույթներ, դա դառնում է պարտավորություններ ու դառնում է Ադրբեջանի համար հաջողություն եւ մեր համար ողբերգական իրականությունը։ Տենց է եղել Տավուշից տարածքներ Ադրբեջանին հանձնելը, որ հետո ադրբեջանական լրագրողը ասում է ոնց եղա պարոն նախագահ որ դիալոգ ունեցաք Հայաստանի հետ, ասում Հայաստանի հետ մենք ոչ մի դիալոգ չունենք, Հայաստանի հետ մանալոգ է, մենք պահանջում ենք, իրանք մեր պահանջները կատարում են։ Կամ բանի Ֆրանսիայի նախագահի Թիկնապահի ձեռից բանը վերցնում է, զոնտիկը վերցնում է, դու ես կպահեմ։ Այո, պահել է, ասեք, այդ քծնելու այդ բանը ինչու՞մ է, էլի, կամ ասեք ուր ես գնացել։ Միակ մարդն է եղել, որ Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթի մասնակիցն է եղել ու գնացել է նաև այնտեղ։ Բայց այդ մարդիկ էլ չեն վստահելու։ Այդ մայիսին առաջ այս նույն Եվրամիության ղեկավարները հայտնին ասին, քանի որ դա ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնի վրա է եւ այլն, կոչ ենք անում եվրոպական երկրների ղեկավարներին առաջնորդներին ընդդեմ չգնալ, մենք դա այլ կերպ ենք ընկալելու։ Հիմա դու հենց գնացել ես ընդ քեզ շանտեղ դնող չկա, հենց ընդեր, որովհետեւ ասում են դու ինչ ես, ով ես, էլ հենց ոչ մոտը կանգնում խոսում են։ Սա տենց թեքնիկը մենակ անտերի պես մնացել է։ Մնացած իրար հետ բարերում են խոսում են, հացեն։ Տենց ոնց կլինի։ Էդ եմ ասում։ Հիմա ոչ միտեղ դրան յուրային չեն ընդունում։ Դրա մասին հետելում այդ եվրոպական երկրների ղեկավարների համաժողովի ասում են դա Մոսկվա գնացած է, չի բան չէ, երեքի գլասը կողքներս կանի մի բան լսի, դա սրան նրան ասի։ Այն դες բանը լմա չէ, տենց ընտանեկան միջավայրում, դες մարդիկ են ելնում, որ ես մոտենում ասում լավ, տղերք եկավ։ Չէ, բայց կարևոր բան ասեցիք, պարոն Ղազարյան, փաստորեն այնտեղ ոչ այնտեղ են վստահում, ասում են էսովա, ոչ էլ այնտեղ են վստահում։ Անժելա ջան, ասենք պարզ հոգեբանական բան կա, չէ, ասենք հիմա այս եվրոպական երկրների ղեկավարներն են, չէ։ Պատկերացրու դրանցից որևէ մեկի օգնականը, այդ իր ազգային ժողովում էս վերջերս որ ելույթեր ունենում են, պարելով բան են, գժական են, հայացքով բան են, որ ղժղժում է։ Հիմա ասենք այդ վիդեոն սաղ աշխարհ տարածվել է, չէ, YouTube-ում դրած բան։ Հիմա ասենք դե պատկերացրու, այդ ասենք օրինակ Լեհաստանի վարչապետի օգնականը։ Տանում ասում է պարոն Տուսկ, հələ մի հատ խնդրում եմ նայել, էսի Հայաստանի վարչապետը ազգային իրաց պարլամենտում ելույթ է ունենում։ Էսի նայում ասում, «Էսի գիժ, ասեք, պարզա չէ, այս տեսնողը, ես դու սաղս որ տեսել եք, ինչ ենք մտածել։ Հիմա ցանկացած երկրի ղեկավար, այդ որ տենա նույն բանն է, չէ՞ մտածել։ Խո մեկը չի ասի, ինչ հաճելի է, ինչ լավ ելույթ է, ինչ հռետորական ձիրք ունի, ինչ լավ է ձևակերպում իր մտքերը։ Սա ինչ որ մենք ենք մտածում է, հիմա ասենք թե դրանից հետո, որ դու այդ մարդուն միտեղ տենաս։ Ոնց պիտի դրան, ոնց կարաս դու դրան ասենք թե նորմալ, ասում ենք Չինաստանի նախագահը Լուկաշենկոին բարևում է, ինքը ոդիականում դա ուշադրություն չի դառնում։ Ասենք եթե նա այդ վիդեոն տեսել է, ոնց կարա դրան մոտենա բարևի, չէ՞, այսինքն անհնար բան է արդեն, էլի հոգեբանական պահ է։ Այդ որ մի պահ խոսած Լուկաշենկո եւ ասում են այդ ինչ ես անում, հա, այդ ինչ է անում, այդ էր հարցնում Լուկաշենկոն։ Դո չէ, Լուկաշենկոյի շատ պետք է դրա ինչ էր անում, ինչ էր անում։ Թեքեց իր կողմից։ Այնա դիտմամ տարի նստածել են Լուկաշենկոյի կողքը, անցած անգամ որ գնացել է շքերթի, արանքում մի վետերան է նստածել։ Այս անգամ է վետերանը ժետևի շարքն է նստածել, ասում են թող նստի կողքը։ Բան պատժել են էլի դրան։ Ինչ արեց Սյունիքում, գնացել էին Սյունիք, ինչ արեցին։ Տեգետների դպրոցը ինքը ունde ուրիշ բան չունի անելու ու մի բան նկատեք։ Այս մարդը քարոզ արշավ Մի բան նկատեք, խնդրում եմ, մեր ժողովուրդը միամիտ մարդիկ չեն, լավ էլ հետևում են ամեն ինչ։ Անցած տարի ինչ ինտենսիվությամբ էր եթում Տավուշ։ Հաճախ էին գնում, հա։ Քանի անգամ գնացել, Ոսկե պարկ, Իրանց, ժողովրդի հետ հանդիպում, նորից առավոտ գնում էր, հետո նա շաբաթվա վերջին էր գնացել Տավուշը։ Դրանից առաջ հələ հիշի ինչքան մեծ ինտենսիվությամբ Արցախ են գնում։ Այդ որ տղեն էլ ընդեր ծառայում, ոչ բարով,
Տվեցին։ մի օր ասաց բանը, մի օր հայտարարեց, ասում է Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախ այդքան հաճախ չի այցելել, ինչքան ես։ Իրանից առաջ Հայաստանի ղեկավարները Ղարաբաղցին էլի։ Ասում է դրանք ավելի քիչ են Արցախ այցելել, քան ես եմ այցելել։ Հիմա Արցախ նյեմա։ Հիմա նույն ինտենսիվությամբ, դες վերջի մի ամսվա մեջ արդեն որորդ այցելությունն է Սյունիքի մարզ։ Նստում են պետական օթանավ, անցած անգամ էլ բանը, չէ, դուղաթիռ նստում էին Ղարաբաղ։ Հիմա ասում են Հիմա էլ խնդրել ուղղաթիռը Ալիևին, նստում Նիկոլ Էրդողանին խնդրել է, որ Ալիևին ասա, չճնշի, չստիպի, ես թույլ տա, որ միջև ընտրություն հիմա մի ինչ-որ բան է, չէ, 4 պատերազմ վերած մարդը եւ այս թալանչին։ Ես հույս ունեմ ամեն օր իր այջուն գրի, այդ 100 միլիոնը ուր գնաց։ Մարդիկ փախած էին, այդ մարդկանց հետ ինչ է պայմանավորը, որ հիմա Հայաստանում են եւ գործունեություն են ծավալում, բան, քանի միլիոն ես վերցրել իրենցից։ Այն մյուս գործարարները, որ այստեղ են ժամանակ առ ժամանակ ասում են ռեկետ եք անում, քանի միլիոն եք վերցրել, ոնց է եղել։ Այդ ճաշկերույթի միջարած կազմակերպես թե չէ վերջը, այդ 3 միլիոնանոց։ Չէ, ոնց է դրանից էլ որ նորություն։ Ջունի, կազմակերպես թե չէ։ Չէ։ Չի եղել, ես չեմ հիշում դες բան։ Վերջին անգամ այն բան են, հաջողակ տղամարդիկ են, այն անհաջողները, որ հավաքել էին անուններ դրել են հաջողակ տղամարդիկ։ Երիտասարդ տղամարդիկ։ Հաջողակ։ Բայց ընդ Չմբրջին էլ գնացել, ոնց որ 80 Այդ տարեկան է։ հաջողակների մեջ է։ Բայց եմ ասում։ Ասում երիտասարդ Չմբրջին, քան է Ջմբրջի է, Գմբրջի է։ Կապ չունի, հաջողակ է։ Գմբրջին ինչ եղավ գակ, չեմ ամ ինչ է, ան ինչ է, Գմբրջի թե Ջմբրջի։ Ջոնիկ ինչ էր անունը, Ջմբրջի, Խմբրջի։ Հա? Ինչ էլ ասեմ կանցի։ Այսպես, պարոն Ղասարյան։ Շնորհակալություն, եթե բան եք ավելացնելու, շնորհակալություն։